Իրենց սրտում պահած մի ողջ Արցախ են փորձում նկարել այս երեխաները։ Մարիան, որ 2023-ին Ստեփանակերտից է բռնի տեղահանվել, վրձինն առել ու Արցախի դրոշն է պատկերում, որ միշտ հիշեն, որ չմոռանան։ Ես որոշամ մեր դրոշը նկարիմ, որովհետև ինձ թվում է վեր ես դրոշը նկարիմ, բոլորը կհասկանան վեր տա տիպ ինչի է քաշիս մուքշիտ մոռանակ։ Տարիների մուք հիշելով Հիշելու են եւ Արցախի դրոշը եւ տատիկ պապիկը, ամեն ինչ, որ արցախցու ինքնության մաս է կազմում։ Ուզում դեդա բաբա նկարի ու մինգեր տանգը վերասում ավեր մխախտավը կեթորքերին հետո Արցախը խազնավն այստեղ ող Արցախից է ես կուզեմ որ ով Արցախից է գնա նոր Արցախ։ Արվեստի միջոցով երեխաներն աշխարհին հիշեցնում են, որ իրենք կան ու հիշում են Արցախը։ 11 տարեկան Գայանեն զգացմունքները հանձնելով թղթին գրել է բառեր, որի հասցեատերն Արցախն է։ Այստեղ պատկերված են իմ զգացմունքները, Արցախի փոքրիկ մասն է, Արցախի պետական համալսարանը, տատիկն ու պապիկը, Շուշին եւ այն բառերը, որոնք ես կուզենայի ասել Արցախին անմոռանալի, նուրբ, գեղեցիկ, անկոտրուն եւ խաղաղ։ Արցախի երեխաները հանուն աշխարհի երեխաների իրավունքների միջոցառմանը մեկ հարկի տակ են հավաքվել Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաները։ Կրթօջախը Հայաստանում քանիցս փորձել է վերաբացվել։ Այդ ճանապարհին առայժմ հաջողվում է հանդես գալ մշակութային միջոցառումներով։ Մենք ուզում ենք մեր Արցախի երեխաների ձայնը իլուր հասցնել բոլորին, բոլոր ամբողջ աշխարհին, որ մեր երեխաները ունեն իրավունք ապրել, արարել, մենք ուզում ենք մեր Արցախում մեր մշակույթը պահպանել, մեր բարբառով խոսել, մեր արվեստը զարգացնել։ Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ է հնարավոր դարձել տոն դարձնել երեխաների օրը։ Բեմում Ստեփանակերտի Կոմիտասի անվան դպրոցի սաներն էին ու շրջանավարտները։ Մեր ծրագրի հենց նպատակն է տեղահանվածների եւ տեղացիների սոցիալական ինտեգրումը, այսինքն նպաստել իրենց սոցիալական ինտեգրմանը, որպեսզի կարողանան մեր տեղահանված հայրենակիցները ինչքան հնարավոր է շուտ եւ արագ ու հեշտ ճանապարհով ինտեգրվել նոր միջավայրում։ Մենք որոշեցինք, որ կազմակերպենք այս միջոցառումը, որպեսզի հանրությունը տեղեկանա, որ մենք ունենք Արցախից երեխաներ, չմոռանանք, այսինքն տեղեկացված է, բայց չմոռանանք, բայց նաև որ մեր մշակութային Արցախի մշակույթը չկորի Հայաստանում, քանի որ շատ կարևոր է, որ մենք պահպանենք նաև Հայաստանում։ Արցախը միշտ ունեցել է իր նույն մշակույթը եւ շատ կարևոր է, որ դա պահպանենք եւ հանձնենք սերնդեսերունդ։ Կոմիտասցիներն ուզում են նամուր պահել կրթօջախի 85 տարվա պատմությունը, բայց մի պայմանով՝ շարունակել դպրոցի կենսագրությունը Հայաստանում մինչև վերադարձ։